Քեզանից հետո եւ Բախում հեռուստասերիալներից առավել հայտնի դարձած Խաչատուր Հունանյանն ամիսներ շարունակ հանրության ուշադրության կենտրոնում է։ Բանն այն է, որ դերասանն ամիսներ առաջ հայտնեց իր մոտ ախտորոշված արագ ընթացող քաղցկեղի մասին։ Նրան օգնեցին բազմաթիվ հայեր, ու հետո բոլորը սպասում էին լավ նորությունների, որոնք Խաչատուր Հունանյանը կհայտներ իր սոցիալական էջերում։ Դերասանը այդ ողջ ընթացքում տեսանյութերով կիսվում էր, պատմում բուժման կուրսերի եւ Գերմանիա մեկնելու մասին։ Սակայն վերջին շաբաթների ընթացքում Խաչատուր Հունանյանը նոր տեսանյութով չի կիսվել իր սոցիալական էջերում եւ անհայտ է, թե այս պահին նա ինչ առողջական վիճակում է եւ ինչպես են ընթանում նրա բուժման կուրսերը։ Իսկ հիմա առաջարկում ենք դիտել նախկինում հրապարակված տեսանյութերը։ Ողջույն հարգելիներս, հուսամ բոլորդ լավ եք, լավ է ձեր բոլորի դրամատությունը, այս ժամից կլինի վերջի այլման պրոցեսը Cyberknife-ի և այսքանով կավարտենք մեր վարկածները Գերմանիայում այս անգամ։ Հուսանք սրանցելով լավ նորություններ կլինեն անընդհատ, կյանքը պետք է շարունակվի իր անունով մենք ամեն ինչ արել ենք դրա համար։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր առանց վարանելու The Community հաղորդման հերթական զրուցակիցը դերասան Խաչատուր Հունանյանն է։ Starnews.am-ը հետևեց զրույցին, որի ընթացքում դերասանը բաց ու անկեղծ խոսեց իր ծննդավայրի մանկության, Միացյալ Նահանգներ տեղափոխվելու եւ այնտեղ կարիերա ստեղծելու ճանապարհի մասին։ Զրույցը սակայն առավել խորքային եւ հուզիչ դարձավ այն պահին, երբ անդրադարձ եղավ դերասանի առողջական վիճակին եւ քաղցկեղի դեմ իր պայքարին։ Վերջին ամիսների ընթացքում համացանցում ակտիվորեն քննարկվում էր Խաչատուր Հունանյանի հիվանդության թեման, ինչի կապակցությամբ հաղորդավարի հարցին դերասանը մանրամասն ներկայացրեց իր բուժման ընթացքը։ Նրա խոսքով, մինչև Գերմանիա մեկնելը վիճակը բավականին ծանր էր։ Քաղցկեղն ազդել էր ոսկրային համակարգի վրա, ինչի հետևանքով քայլելն ու շարժվելը զգալիորեն սահմանափակվել էին, սակայն Գերմանիայում ստացած բուժումը, ռադիացիաներն ու համապատասխան բժշկական միջամտություններն արդեն տվել են իրենց դրական արդյունքը։ Դերասանը նշեց, որ այժմ ինքնազգացողությունը օրեցօր բարելավվում է, թեև փետրվարին նրան սպասվում է հերթական ստուգումը, հասկանալու համար բուժման հաջորդ փուլերը։ Չնայած անցած դժվարություններին, Խաչատուր Հունանյանի խոսքից զգացվում էր անսասան հավատն ու հույսը։ Զրույցի կարևոր առանցքներից մեկը Խաչատուր Հունանյանի հոգեվիճակն ու տրամադրվածությունն էր։ Նրա խոսքով ամենակարևոր գործոնը հիվանդության ընթացքի վրա մարդու մտածողությունն է։ Քաղցկեղը մահապատիժ չի, դա վճիռ չի ոչ մեկի համար։ Քաղցկեղի բարդացման ամենամեծ պատճառը մարդու տրամադրվածությունն է այդ հիվանդության հանդեպ։ Գերմանիայում ես մի բան սովորեցի. դա կարելի է ընդունել գրիպի պես հիվանդություն։ Պարզապես չպետք է ներշնչել, ինքդ քեզ պետք է լավատես լինել, ասաց նա։ Խաչատուր Հունանյանի խոսքով, եթե մարդը ցանկանում է ապրել, հավատում է եւ չի հանձնվում, ապա հիվանդությունն աստիճանաբար նահանջում է։ Հավելենք, որ դերասանը նաև իր սոցիալական հարթակներում պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որոնցից մի քանիսն առաջարկում ենք դիտել հենց այս հոլովակում։ Սիրելի հետևորդներ, ես նոր հետ վերադարձա հիվանդանոցից եւ փոխվեց իմ քիմիայի դեղամիջոցները, քանի որ տվյալ դեղամիջոցը նպաստել է, որպեսզի մետաստազները առաջ չգան, բայց չի նպաստել, որպեսզի հետ գնան թոքերի մեջից, այնց որ փոխվեց դեղամիջոցը, ավելի էֆեկտիվ բան նշանակեցին, հիմա պետք է շարունակենք տվյալ դեղամիջոցը։ Հաջորդ update-ը կանեմ ամսի 16-ին, երբ որ Cyberknife-ի գործողությունը սկսվի։ Լավ մնացեք։ Ողջույններս, սիրելի հետևորդներ, բարեկամներ։ Ես գտնվում եմ իմ կլինիկային կից ռադիոլոգի դեպարտամենտում
եկել եմ MRI լինեմ, որպեսզի հասկանամ Cyberknife-ը սկսում ենք վաղը թե մյուս օրը, այսօր պետք է նկարենք, քննարկենք եւ հասկանանք թե ինչպես են այրում անելու գլխի ողնաշարի աճուկի շրջանում։ Ասի քանի մի 10 րոպե ժամանակ ունեմ, ձեր հետ կիսվում թե ինչ է կատարվում։ Երեք մեր մոտ լավ ձուն է եկել, հիմա էլ հալում արդեն։ Մի քիչ լավ էր, ստեղ ձուն տեսանք, ձունն էլ առողջության նշան է։ Հուսամ բոլորդ լավ եք, ամեն ինչ լավ է, տրամադրությունը լավ է։ Տարածեք այս վիդեոն, post եմ անելու, ձեր post-երը ինձ ահագին օգնել են գումարը բարձրացնելու համար, որպեսզի այս գործողությունը հնարավոր դառնա։ Նախորդ շնորհակալ եմ բոլորից հետ ու Աստված բոլորիս հետ։ Հա, շարունակեմ թեման, քանի սպասում ենք ստեղ, մինչև սրանք իրանց դռները բացեն, 5-ից կեսնով սկսում են աշխատել, ինձ 5-ից 15 ժամադրել են, որպեսզի գամ ուղեղի սկանավորման, հետո դրանից հետո լինելու ուսիս, թոքերի, գոնքի շրջանում սկանավորումներ, ինչի շտապեցի սկանավորում վերցնեմ ստեղ, որտեվ վերջի մի քանի օրը գոնքիս հատվածում, գլխիս հատվածում կան ցավեր եւ մտածեցի ուղղակի սկանավորման համար գամ այստեղ, փորձեմ այդ նույն տեղերը նորից նկարներ վերցնեմ, հասկանամ թե ինչ է կատարվում։ Չեմ sense նեգատիվ խոսում այս հիվանդանոցի մասին, որտեվ իրականում էլի դեպքեր եմ լսում մարդկանց հանդեպ վատ վերաբերվելու ու մնացած բաների համար, դրա համար վստահություն չեն ներշնչում այս մարդիկ, ուղղակի գիտեմ, որ նկարները չեն խափում, նաև այս նկարները պետք է ուղարկեմ Գերմանիայի իմ պրոֆեսորների թիմին, որպեսզի իրանք ժամանակից շուտ կարողանան հասկանան, թե ինչ պրոցի դրոնների մեջ եմ ես անցնելու հետագայում փետրվար ամսին, փետրվարի 12-ից սկսած։ Այսինքն, որպեսզի կոնկրետանանք ու հասկանանք մեր մնալու ժամանակը այնտեղ, պետք է այս ամեն ինչը ունենանք։ Նաև ասեմ մի նորություն, որ հունվարի 22-ին, որը որ 2 օրից է, ես որոշեցի նաև գնալ Հայաստան։ Հայաստանում եւս տեսնեն թոքերի մասնագետների, կան մի քանի հոգի կոնկրետ անուններ չասեմ այս պահին, այդ մյուս եթերը կանեմ Հայաստանից եւ կասեմ թե իրականում մոտ եմ գնացել ու ինչ արդյունքների մասին ենք մենք խոսալու, ինչ որ հուսադող բաներ ասում են, բայց ամեն դեպքում ես ոչ մի հնարավորություն բաց չեմ թողնում, որպեսզի այս չարաբաստիկ բանից բրծնեմ։ Ինչ ասեմ, լավ եղեք, առողջ եղեք, պոզիտիվ մտածեք, բոլոր քաղցկեղով հիվանդներին կոչ եմ անում ժպտալ, շուշացնել ձեր ժամանակները, ժամադրությունները ձեր բժիշկների ու դիետաների հետ կապված, լավ նայեք այս ամեն ինչին, պետք է գնալ, պետք է նկարել, ոչ մի վարքյան չկասկածեք ու չմտածեք, որ ինչ-որ մի բան դեպի վատն է գնալու, ամեն ինչ ձեզանից է կախված, պոզիտիվ եղեք։ Սիրում եմ բոլորիդ, երկար ժամանակ եթեր չի արել, բայց կշփվենք էլի։ Կոմենտներում էլ գրեք տեսնեմ դուք ոնց եք։